где Иисус ուղակի խոսում է հունցքի մասին։ говорит о жатве прямо. Իհարկե սիրելիներ, սա առակ է, պիտի ասեմ, Я должен сказать, что это притча. բայց ինչպես կասեն, ինչ կուսուցաներ այս առակը Հիսուսի ասած։ Но, как говорит, что бы научила нас эта притча? Դրա պատասխանը մենք կգտնենք Մատթեոս ավետարան 13-րդ գլխի 25 համարում։ И ответ на это мы найдем в Иоанна 13 главе. Խնդրում եմ ուշադիր լսեք, ես կարդամ հայերեն, ռուսերենը դու կարող եք զուգահեռ կարդալ։ Я буду читать по-армянски, вы параллельно можете читать по-русски. Մի ուրիշ առակ նրանց առաջին դրավ եւ ասեց. երկնքի արքայությունը նմանվեցավ մի մարդի, որ իր սրտումը բարի սերմ ցանեց եւ մարդիկ քնելիս նրա թշնամին եկավ եւ ծորենի մեջ որոմներ ցանեց եւ գնաց։ Երբ որ խոտը բուսավ, պտուղ տվավ, այն ժամանակ որոմներ էլ երևացան եւ տան տիրոջ ծառաները մոտ գալով ասեցին Հիսուսին կամ Տիրոջը. Տեր, միթե դու քո արտումը բարի սերմ չսերմեցիր, ապա ինչ տեղից են որոմները։ Նա էլ ասեց նրանց. Թշնամի մարդ է արել այդ։ Ծառաներն ասեցին նրան. հիմա կամենում ես, որ գնանք, քաղենք նրանց, դուրս անենք։ Նա էլ ասեց. ոչ։ Միգուցե որոմները քաղելիս, ծորենն էլ նրանց հետ պոկեք։ Թող տվեք, որ երկուսը միասին մեծանան, մինչև հունձքը եւ հնձքի ժամանակին հնձողներին կասեմ, առաջ որոմները քաղեցեք, նրանց խուրս կապեցեք այրելու, իսկ ծորենը ժողովեցեք իմ ամբարի մեջ։ 38 համարը։ Նա էլ պատասխան տվավ եւ ասեց նրանց. բարի սերմ ցանողը մարդի որդին է, արտը աշխարհքս է։ Բարի սերմը նրանք են, որ արքայության որդիք են, որոմները չարի որդիքն են, թշնամին, որ նրանց սերմեց սատանան է, եւ հունձքն աշխարհի վերջն է։ Հնձողները հրեշտակներն են։ Արդ ինչպես որ որոմները հավաքվում են կրակով այրվում, այնպես կլինի աշխարհքից վերջումը։ Մարդի որդին կուղարկե իր հրեշտակներին եւ նրա արքայությունից կհավաքեն բոլոր գայթակղությունները, անօրենություն գործողներին, կգցեն նրանց կրակի փռան մեջ, այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։ Այս առակը շատ հետաքրքիր հերթականություն է մեր արչեւ ցույց տալիս։ Эта притча нам показывает очень интересную последовательность. Ցույց է տալիս Տիրոջ գործը երկրի վրա, Он показывает работу Бога на земле. ցույց է տալիս սատանայի գործը, Он показывает работу сатаны. ցույց է տալիս չար որոմները որպես չարի որդիկ, Он показывает вот эти плевлы как сыны проклятия. ցույց է տալիս բարի սերմը արքայության որդիկ որպես, Он показывает доброе семя եւ как ասում сыны է հունձի царствия. օրն էլ դա վերջի օրն է։ И говорит то, что день жатвы это последний Եվ день. ինչպես որ հունձի օրը գալիս են հունձը հավաքելու, И как в последний день приходит собирать жатву, այդպես էլ Աստված կուղարկի իր հրեշտակներին так Бог пошлет своих եւ ангелов. վերջի օրը И в последний день որոմները կառանձնացնի Он ծորենից, отделит плевлы от семя. գայթակղությունները կհանի արքայության միջից Он вытеснит все соблазны из своего царства. եւ ծորենը կհավաքի իր ամբարների մեջ։ И соберет пшеницу в Եվ սա гумно խորհուրդն է свое. երկնքի։ И это прообраз неба. Բայց մենք պիտի մանրամասը մի քանի բան նայենք Но мы սիրելիներս։ должны очень внимательно посмотреть несколько вещей. Մատթեոս ավետարան 13-րդ գլխի 25 խոսքի հենց առաջի հատվածը, Матвей 13 глава, именно первая часть, 25 խոսքի։ с 25 стиха. Ես թույլ տվեք մի քանի կետերի վրա հատուկ ուշադրություն դարձնեմ։ Позвольте обратить внимание на несколько пунктов. Ասում եմ մի ուրիշ առակ նրանց առաջին դրավ եւ ասեց. երկնքի արքայությունը նմանվեցավ մի մարդի, որ իր արտումը բարի սերմ ցանեց։ Он предложил другую притчу. Царство небесное подобно человеку, посеющему доброе семя на поле своем. Այստեղ Աստվածաշունչը հատուկ ուշադրություն է դարձնում սերմնացանի վրա։ Здесь Библия специально обращает внимание на сеятеля. Եվ սերմացանը, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, մարդու որդին է։ И написано, что сеятель это сын человеческий. Բայց հետաքրքիր է, որ մի հատ շեշտադրում կա այնտեղ։ Но удивительно то, что там есть Ударение. одно ударение. Ասում է, որ նա բարի սերմ Он ցանեց։ говорит то, что он посеял доброе. Գիտեք, հավատացյալը պիտի հստակ գիտակցի, Верующий должен очень четко որ понимать, Աստված թերի ոչինչ չի արել իր կյանքի մեջ։ что Бог ничего не сделал плохого, несовершенного в Աստված его жизни. պակաս բան չունի արած մեր կյանքի մեջ։ Бог ничего не сделал что-то наполовину. Ես շատ եմ լսել մարդկանցից, որոնք հարց են տվել, բա եթե մենք աղոթում ենք քեզ, И много людей мне спрашивают, если мы молимся Богу, բա եթե
դու մեր Աստվածն ես։ Если ты наш Бог, Չէ որ դու ասել ես խնդրեցեք կտրվի, ты же сказал, просите и будет дано. թակեցեք կբացվի, Стучите и будет вам փնտրեցեք отворено. կգտնեք։ Ищите и найдете. Գիտեք սիրելիներս, այս հարց տվողներին երկու կատեգորիաներ կան։ И среди этих задающих вопрос есть две категории. Առաջինները հարց են տալիս, որովհետև հասկանում են խնդիրը իրենց մեջ է։ Первые задают вопросы, понимая то, что проблема в них. Երկրորդ հարց տվողների տեսակը նա է, որ հարց են տալիս, А вторая, которая задает вопрос, ասոն փորձելով и как бы искушая ցույց տան, Бога, որ Տեր դու ինչ որ մի бан այնպես չես անում մեր կյանքի մեջ։ говоря, Бог, ты что-то не так делаешь в нашей Կիսատ жизни. է քո արած գործը։ Твое дело у нас Ինչ որ наполовину տարօրինակ сделано. բաներ կան իմ կյանքի մեջ։ Есть какие-то странные вещи Չէ в որ моей դու жизни. բարի Աստված ես։ Ты же благой Бог. Ինչու է մեզ այդ այս ամենը կատարվում։ Почему это все Եվ происходит с нами? սրանով ուզում են ասել, И тем самым хотят որ նա сказать, այդքան էլ բարի չէ։ что Он не такой уж и благой. Բայց ուզում եմ ձեռքս երկինք բարձրացնել Но եւ ասել. хочу поднять свою руку к небу и сказать, Աստված բարի է Бог благ, եւ նրա ողորմությունը հավիտյան է։ и Его милость вечна. Չի կարող Աստծո բարության մեջ ինչ որ մի հատ տարօրինակ բաներ լինի։ Не может быть в милости Божией что-то быть странного. Գիտեք, սիրելիներս, ես նկատել եմ, որ Սատանան դարեր շարունակ Я заметил то, что сатана на протяжении многих веков միշտ փորձել է Աստծո բարությունը կասկածանքի տակ դնի։ всегда пытается подставить под сомнение Божью благость. Գործնականում դա գիտեք ինչպես է տեղի ունենում։ Знаете, что происходит на практике? Պատկերացրեք դուք հայտնվել եք ինչ որ մի խնդրի մեջ Представьте, вы оказались в какой-то проблеме, եւ Սատանան միտք է տալիս։ и сатана дает вам Բայց мысль. եթե դու Աստված ունես, Если у тебя есть հիշում Бог, եք ինքը Մատթեոս ավետարանի 4-րդ գլխում Հիսուսին հենց այդ հարցերն էլ տալիս и էր։ в Матфея в 4 главе он задавал этот же вопрос Քեզ Иисусу. այստեղից գցի, Скинь себя, եթե դու Աստծո որդի ես, скинь себя отсюда, если ты сын չէ որ Божий. նա հրամայել է, Он же приказал, որ քեզ կբռնի, что тебя поймает. քո ոտքը քարին չի դիպչի։ Твоя нога не ударится об камень. Կարծես Հիսուսը պիտի կասկածեր հոր բարության վրա։ Казалось бы, Иисус должен был усомневаться в благости Թույլ своего տվեք մի Отца. բան ասեմ И սիրելիներս։ позвольте кое-что Եթե сказать. ձեզ հաջողվի այս հայտնությունը ունենալ ձեր սրտի И մեջ, если вам удастся иметь это откровение в вашем որ сердце, Աստված բարի է что Бог благ, եւ նրա ցանած բաները մեր կյանքի մեջ կատարյալ բարություն է, и посеянное в нашей жизни это совершенная այդ благость, դեպքում բոլոր դռները սատանայի համար միշտ փակ են в լինելու։ этом случае все двери для сатаны будут закрыты. Որովհետեւ նա քեզ ասելու էլ բան չունի։ Потому что ему больше нечего сказать. Որովհետեւ դու անգամ տեսնում ես քո կյանքի որոշ տարօրինակ баներ, Ты видел странные вещи, которые происходят в твоей жизни, բայց թույլ չես տալի որ դա առիթ դառնա, որ դու կասկածես նրա но не բարության վրա։ даешь, чтобы это стало причиной усомниться в его Դու անգամ благости. տեսնելով այդ ամենին, И даже видя все это, ինչպես որ ամբակումներ ասում, как говорил пророк եթե Аввакум, սա չլինի, если не будет եթե этого, սա չլինի, если этого не եթե будет, սա էլ չլինի, если даже и եթե այս этого не մեկն будет, էլ չլինի, если даже и этого не будет, բայց մեկ է, ես պիտի ցնցամ իմ Աստծով, նա է իմ ուրախությունը եւ իմ զորությունը։ но все равно я буду веселиться Господом, потому что Он моя радость. Հասկանում եք սիրելիներս, մեր ամենամեծ խնդիրը նա И է, самая большая наша проблема, որ մենք Աստծո բարությունը հասկանում ենք այն ժամանակ, երբ որ Աստված մեզ մի բան է տալիս։ мы понимаем Божью благость тогда, когда Он нам что-то дает. Սա շատ տարօրինակ վիճակ է հոգևոր։ И это очень странное духовное Սա состояние. մանուկ վիճակ է սիրելիներս։ Это состояние младенца. Սա վտանգավոր վիճակ է։ Это опасное Մեր состояние. թշնամին հենց սա էլ ուզում է, որ մենք նրան ճանաչենք բարի միայն այն ժամանակ, Наш враг именно этого хочет, чтобы мы знали благим его только երբ որ тогда, նա ինչ որ մի բան է տալիս։ когда Он что-то дает. Բայց ես ուզում եմ այսօր ասեմ, Տեր, Но я хочу сегодня сказать, Господь, կապ չունի։ не Ինչ է важно, տեսնում իմ աչքը, что видит мой ինչ է глаз, շոշափում իմ ձեռքը, что чувствует моя ինչ է рука, զգում իմ սիրտը։ что чувствует мое Ես իմ сердце. սրտի անկյունում մի կարևոր հայտնություն ունեմ եւ դա մշտական է իմ կյանքի մեջ։ Где-то глубоко в углу в моем сердце я имею это откровение, которое всегда в моей жизни. Դու բարի ես։ Ты благ. Ինչ որ մեկը թող իր ձեռքը բարձրացնի եւ ասի, Տերը բարի է։ Кто-то пускай поднимет руку и скажет, Սաղմոսների «Бог благ». գիրքն ասում է. И псалмопевец говорит, Գոհացեք Տերիցը, благодарите Бога, որ բարի է, который благ, որ հավիտյան է նրա ողորմությունը։ и милость Его вечна. Թող Իսրայելն ասե, Пускай да скажет Израиль, հավիտյան է նրա ողորմությունը։ вечна Его милость. Թող եկեղեցին ասի, Пускай церковь որ скажет, բարի է Տերը։ что Бог благ, Հավիտյան է նրա ողորմությունը։ и милость Его Այն вечна. ինչ որ կատարվում է իմ հետ, То, что происходит со դա Աստծո мной, մեղավորությունով չէ։ это не по причине Նա չէ вина Бога. պատճառը, Он не есть որովհետև причина, նա բարի է։ потому что Он благ. Ինչ որ մեկը պիտի ասի ամեն։ И кто
кто-то должен сказать аминь. Սաղմոս 4:6-ն ասում է. И псалмопевец говорит в 4 главе. Շատերն ասում են, Многие говорят, թե բարին ով ցույց կտա մեզ։ кто покажет нам благо. Ես չգիտեմ, այդ ինչ իրավիճակ էր ստեղծվել։ Я не знаю, что произошло. Երևի Իսրայելից մի խումբ ժողովուրդ հավաքվել էին իրենց նեղության մեջ Может быть, какие-то люди собрались вокруг եւ своей ասում են, проблемы. ով մեզ էլ բարություն կանի։ И говорят, кто нам еще сделает Արդյոք что-то հնարավոր благое? է ինչ որ մի բան փոխվի։ Разве возможно, чтобы что-то Արդյոք изменилось? հնարավոր է Ղազարոսը մեռած իր գերեզմանից դուրս գա։ Возможно, чтобы Лазарь вышел из своего Արդյոք гроба? հնարավոր է Հայրոսի աղջիկը մեռած տեղից հարություն առնի։ Возможно, чтобы дочь Яира воскресила? Արդյոք հնարավոր է 12 տարի առնահոսությամբ տարապող կինը ազատագրվի իր հիվանդությունից։ Разве возможно, чтобы та женщина, которая страдала 12 лет кровотечения, Արդյոք избавилась от հնարավոր своей է այն болезни? կնոջ համար, որ իր միակ տղուն տանում էր թաղելու եւ դրանից հետո ինչ որ մի բան կփոխվի։ Разве возможно той женщина, которая хотела хранить своего Քույրեր сына? եղբայրներ ուզում եմ վստահ ասել։ И хочу очень уверенно Այն сказать, մարդը, որ վստահ է, որ Աստված բարի է, тот человек, который уверен, что նա Бог благ, միշտ էլ գիտի, он всегда знает, որ միշտ էլ Աստված կարող է ինչ որ բան փոխել իր կյանքի մեջ։ что Бог может всегда что-то изменить в его жизни. Մեր հույսը չի մեռնում, սիրելիներս։ Наша надежда не умирает. Ավետարանը կենթանի հույսի ավետարան է։ Евангелие – это Евангелие вечной Դրա համար надежды. Պողոս живой Առաքյալը надежды. Կորինթացիներին գրում է, ասում է, լսեք, ինչպես են ձեզանից շատերը։ Поэтому Павел пишет Коринфянам, как из вас многие Ասում որ մեռելների հարությունը եղել է եւ այլևս այդպիսի բան չի լինելու։ говорят, что воскресение мертвых уже было и больше не Ուրեմն будет. եթե մեռելները հարություն չեն առել, Если не воскресли мертвые, մենք սուտ քարոզիչներն ենք։ мы Մենք մեր лжепроповедники. մեղքերի մեջ ենք ուրեմն։ Еще во грехах наших. Ուրեմն Իսուր տեղան այն մարդիկ, որոնք հավատքով տանջվեցին եւ մահ ապրեցին հանուն Հիսուսի։ И тщетны были люди, которые умерли за веру ради Иисуса. Եվ շարունակության մեջ ասում է. В продолжении Բայց говорит, մենք գիտենք, но мы знаем, հավատում ենք, мы որ веруем, Հիսուսը что Иисус հարություն է առել մեռելներից։ воскрес из Նա мертвых, կենթանի է Он жив. եւ նա այստեղ է։ и Он здесь. Աստված բարի է Бог благ, եւ нրա ցանած սերմերը բարի են։ и посеяны Его семена Եվ այս благие. առակի գլխավոր մտքերից մեկը հենց սա И է։ одна из главных мыслей этой притчи, Երկրորդ միտքը вторая мысль. ասում է եւ մարդիկ քնելիս Люди, когда ложатся спать, նրա թշնամին եկավ եւ ծորենի մեջ որոմներ к ним ցանեց։ приходит враг и Вау. сеет плевлы. Մենք միանգամից պատասխանը ստանում ենք։ Мы сразу получаем ответ. Որտեղից կարող են լինել բաներ, եթե Աստված դա չի տվել։ Откуда может происходить вещи, если Бог этого не дал? Քույրեր եղբայրներ, թույլ տվեք մի ստատիստիկա ասեմ, դե սա իմ հետևությունն է։ Позвольте сказать статистику. Դու мою կարող եք статистику. չհամաձայնվել, բայց ես վստահ եմ, Вы можете не согласиться, եւ но я ինչպես уверен. Պողոս Առաքյալն է ասում, դա Տերը չի ասում, ես եմ ասում, դա թույլ տվեք ես ասեմ И ձեզ։ как Павел говорит, это не Бог говорит, а я говорю, позвольте вам сказать. 90%-ը 90%. իմանալով, որ Աստված բարի է, Зная, что Бог благ, նա թույլ չի տալիս բաներ, որ մեր կյանքը քանդեն։ Он не дает что-то, чтобы разрушило нашу Դա жизнь. մեր քնելու պատճառով է։ Это по причине нашей спячки, Հոգևոր քնի պատճառով։ духовной спячки. Գիտեք, այստեղ կարող են ֆիզիկապես բաց աչքերով մարդիկ լինեն, որոնք լսում են ինձ իրենց ականջներով, Здесь есть люди, которые физически слушают меня Բայց открытыми նրանք- глазами и ушами, հոգևոր քնած են։ но они находятся в духовном сне. Թույլ տվեք բնութագիր տամ հոգևոր քնած մարդու վիճակը։ Позвольте охарактеризовать человека, который уснул духовным сном. Քնած մարդը չի ուտում։ Человек, который спит, он не ест. Սա վերաբերվում է նրանց, ովքեր որ Աստծո խոսքի հետ վաղուց կապ չունեն եւ այդ խոսքը չեն ուտում իրենց կյանքի մեջ ամեն օր։ Это относится к тем, которые не имеют Չէ։ связи с Божьим Словом. Նրանք երազում ուտում են։ Они во сне кушают. Ով է երազում ինչ որ բան կերել։ Кто во сне что-то ел? Օրինակ, երբ որ իմ մաման շատ թխվածներ էր թխում, ես մեկ-մեկ այդ թխվածները երազում ուտում էի։ Когда моя мама делала много сладостей, я во сне кушал. Բայց երբ որ արթնանում էի, այդ թխվածքը չկա իրականում։ Но когда просыпался, в реальности этого не было. Քնած մարդիկ И спящие люди, հավատում են Աստծուն, они верят Богу, բայց խոսքի հետ կապ չունեն, но не имеют связи со Словом. աղոթքի կյանք չունեն։ У них нет молитвенной жизни. Նրանց համար ծառայությունը էական չի։ Для них служение не так важно. Նրա համար եկեղեցու հաղորդակցությունը էական չի։ Общение в церкви не так важно. Եկեղեցիական կյանքի մեջ ներգրվածությունը էական չի։ Быть внедренным в жизнь церкви не так важно. Նրանք գիտեք, այդզեւի մարդիկ միշտ նյարդացող են սիրելներս։
ну, раздражительный. Они всегда раздражительны. Դուք փորձեք քնած մարդուն, որ խորը հանգիստ քնած է արտնացնեք իրեն։ Попробуйте разбудить человека, который очень глубоко спит. Ով է փորձել իր կնոջը շուտ արտնացնել իր տեղից։ Кто пробовал разбудить свою жену раньше времени? Կամ հակառակը։ Или наоборот? Ով է փորձել իր երեխային, երբ որ գիշերը չի քնում, առավոտյան փորձի արտնացնի, որ դպրոց ուղարկի, ով է փորձել։ Кто пробовал разбудить своих детей раньше времени, чтобы отправить их в школу? Իհարկե միգուցե դա մեր տունն է, տեն ձեր տունը տեն չի, բայց երբ որ դուք արտնացնում եք, այդ չքնած վիճակով ասում են, ապրես մամ ջան, ինչ լավ է որ դու ինձ արտնացրեցիր, ես սպասում էի քեզ։ Но не так бывает, что эти люди рады, что их разбудили. Սիրելիներս, դուք մենակ տեսնեք, ուրա մեր Վիկան այստեղ է, Վիկան այստեղ չի։ Okay, ինքը իմ ուղիղ եթերները չտեսնում ասեմ։ Դու գիտեք ինչ այնք անում։ Вы знаете, что делает Вика? Կարամ երկրորդ դասին գնամ։ Можно я пойду на второй урок? Ում երեխաներն են այդպես անում։ Чьи дети делают так? Մամ, կարաս ու ստիպում է մամային, որ մաման սուտ բան գրի։ Կարաս դասատուին ասես, մենք կարևոր գործ ունենք, երկրորդ դասին գնամ։ Мам, ты можешь написать, что у нас есть важные дела, я Գիտեք, хочу пойти на քնած второй урок? մարդիկ միշտ տարօրինակ բաներ են խոսում։ Знаете, спящие люди всегда говорят странные вещи. Նայեք սիրելիներս, ես դες մի հատ բան ասեմ, ինչ է ինձ համար աղանդը։ Լսեք, իմ ձևակերպում։ Что для меня секта? Օրինակ, պարտադիր չի, որ ինչ որ մի հատ մեծ խումբ աղանդավոր լինի, ասենք, ահա, սրանք աղանդավորներ են։ Не важно, чтобы была какая-то большая община, чтобы мы сказали, что это секта. Մենք լինելով իրար հետ, կարող է ինչ որ մեկը իր աղանդավորությունը ցույց տա։ Դա гիտեք վերջի վերջո ինչ է։ Знаете, в конце концов, что это? Որ բոլորը համաձայն են ավետարանի դասական, մաքուր, սուրբ, անխարդախ կաթին, Все согласны на неискаженное учение հանկարծ Божие. մեկ էլ ինչ որ մեկը հայտնում ասում, «Ա բայց կարող է տենց չի սենցա»։ И, казалось бы, кто-то появляется, который говорит, что, а может быть, это не так. Աստված տենց խոսում է, Бог говорит, եկեղեցին հավատում է։ церковь Դա верует. ուղղադավանություն է վերջի վերջո։ Это Մեկ էլ исповедание. կտնաս մեկը հայտնվեց ու միացած տարօրինակի փրթե ինքը մի հատ նենց հայտնություն ունի։ И кто-то появляется, который имеет какое-то странное откровение. Պողոս Արաքյալը գաղատացիներին գրում ասում է, «Ինչ ա ձեզ И Павел գաղատացիներ»։ Галатам говорит, что с вами случилось, Галаты? Լավ է գնում։ Вы хорошо шли. Եվ տեսեք Սուրբ Գիրքն ինչ ասում։ И посмотрите, что говорит Библия. Նրանք քնեցին։ Они уснули. Ամենամեծ խնդիրը հոգևորի կյանքի մեջ դա քնած վիճակն է Самая հոգևոր։ большая проблема в духовной жизни – это спящее Դու հիմա կարող состояние. ես ինձ միգուցե ֆիզիկական աչքերով հիմա մոտ ես անում, աշկերդ փակես քնես, բայց քունդ լավ տանում է։ Может быть, ты Դա այդքան խնդրեմ չի։ стыдишься сейчас здесь уснуть, и ты просто смотришь на меня своими открытыми глазами. Это не проблема. Պրոբլեմը նա է, Проблема որ это, ես հոգևոր քնած եմ։ когда я духовно уснул. Բան չէ, էս ինչ ա կատարվում։ А что происходит? Էս ինչ են անում։ Что они делают? Էս ինչ են խոսում։ О чем говорят? Առաջի Պետրոս 5:8-ն ասում է. 1 Петра 5:8 говорит: Արթուն եղեք։ бодрствуйте. Եկեղեցի նույն Պետրոսի կոչն այսօր եկեղեցուն է Я вам հնչում։ то же самое говорю, церковь. Արթուն եղեք։ Бодрствуйте. Հսկում արեք։ Трезвитесь. Չի կարող մարդը արթուն չլինի, բայց հսկի։ Не может человек, который не Հակոբ бодрствует, եղբայր։ и Լսի, մարդ կա տեսնում ես ասում, լսի, այդ ճանապարհով որ գնացիր, վերջը լավ չի լինելու։ есть люди, мы им говорим, если ты пойдешь этой дорогой, в конец будет плохой. Դու հասկանում ես, որ ինքը իր օբյեկտիվությունը կորցրել է։ И ты понимаешь, что он потерял свою какую-то Բայց объективную վատը նա է, взгляд на որ жизнь. ինքը չի լսում։ Но плохо в том, что он Ասում, не չէ, слышит. չէ, տեն չի, չէ իմ հետ, Нет, ում это հետ не լինի։ так. Պետրոսն С кем бы ни ասեց, было. ով թողի քեզ։ И Петр говорит, кто бы не оставил тебя, Ես Հիսուս քեզ չեմ թողի։ Иисус, я тебя не оставлю. Արթուն մարդը կարող է միայն հսկել իր վիճակը։ Бодрствуй человек только может испытать свое Պետրոսն состояние. ասում է արթուն исследовать. եղեք, Петр говорит, бодрствуйте, հսկեցեք։ испытывайте. Ինչ է հսկենք սիրելիներս։ А что мы должны Ես исследовать? հավատում եմ, որ քրիստոնյան ամենառաջի հերթին պիտի հսկի իր միտքը։ Христианин должен и исследовать свои мысли. Դու այստեղ թորիչ պիտի դնես, У тебя здесь должен быть фильтр, որը կոչվում է ավետարան, который называется Евангелие, Աստծո խոսք։ Божье Слово. Այո, սիրելիներս, դուք պատասխանատու չեք այն տարօրինակ մտքերին, որ կարող են գնալ գալ։ Да, мы где-то не Ձեր գլխի ответственны за մեջ։ те странные мысли, которые могут прийти в нашу голову. Բայց եթե այդ միտքը քո գլխից իջնի քո սրտի մեջ Но если эта мысль спустится в твое сердце եւ կյանքի վերածվի, и выйдет наружу в твою այդ դու жизнь, սրա պատասխանատուն ես։ вот ты именно в этом будешь ответственен.
Հսկի որ տարօրինակ բաները ճիշտեն սրտիդ մեջ։ Исследуй, испытывай, чтобы эти странные вещи Ինչու не չեմ вошли в ուզում твое сердце. երկարացնեմ սիրելիներս։ И почему я не хочу... Ասում է որովհետև И он говорит, потому ձեր что ոսող թշնամին սատանան противник ваш дьявол, գորոզ արյուծի պես как рыкающий лев, ման է գալիս, ходит, որոնում է։ ищет. Քույրեր եղբայրներ, ում է ման գալիս։ А кого он ищет? Ում է որոնում։ Кого он ищет? Ով է նրա թիրախի մեջ։ Кто в его... Այո, ում կարող է նա մոտենալ։ Кому он может подойти? Նա ով որ քնած է Тот, кто спит եւ նա չի հսկում։ и не испытывает, не исследует. Ես հավատում եմ։ Я верю. Գիտեք, հռոմեական զինվորները, երբ որ հագնում են իրենց սպառազինությունը, Римский солдат, когда одевал свое вот это вооружение, ով է տեսել Սպարտակ ֆիլմը, кто ով է видел տեսել фильм սիրելիս, հրաշալի «Спартак»? ֆիլմ է։ Это очень чудесный фильм. 300 սպարտանցիները, չէ՞, եթե չեմ սխալվում 300 վերնագիրը։ спартанцев, да? Այնտեղ մի հատ սյուժետ կա, իմ դուրը շատ է Там գալիս։ был один сюжет, который мне очень Իրեն нравится. գիտեն, որ թշնամին շրջապատել է Они իրեն։ знают то, что их окружил враг. Բաներից մեկը, որ նրանք երբեք չէին անում, Но есть вещь, которую никогда не делали. իրենց սպառազինությունը քնելու չէին հանում իրենցից։ Они, когда засыпали, не снимали с себя всего вооружения. Գիտեք, հավատացյալները շատ զարմանալի են հիմա։ И верующие очень странно. Գալիս են մտնում եկեղեցի, Они заходят в церковь, հագնում են հավատացյալի սպառազինությունը, они надевают на себя вот это все оружие պաշտամունքը верующего. բրցնում է, Служение շորերը заканчивается. հանում են, կախում են ամեն մեկ ինչ որ միտեղ, Они свою հավատացյալը։ одежду развешивают в какое-то место Ու հագնում են իրենց и շորերը։ одевают свою одежду. Սա վտանգավոր է։ Это очень опасно. Մարկոս ավետարան 14-րդ գլխի 37-38 համարներն ասում է։ Евангелие Марков 14-37 стих. Հիսուսը գալիս է գտնում նրանց քնած Иисус приходит и находит их спящими. եւ ասում է Պետրոսին. И говорит Петру: Սիմոն, Симон, քնում ես։ ты спишь? Մի հատ կողքդ նայ։ Посмотри, Կարող ես պատգամը посмотри քո на- կողքին ինա վերաբերվում։ Посмотри на своего ближнего. Ոչինչ Может, որ это մի քիչ относится էլ կներեք ես ոչ հայերեն բառի համար մի քիչ մունաթով նայ, ոչինչ, ոչինչ։ Պետրոս դու քնում ես։ Петр, ты спишь? Մի ժամ էլ չկարողացար։ Ты не мог пободрствовать? Եվ час? տեսեք ինչ ասում Հիսուսը И սիրելիներս։ посмотрите, что говорит Иисус. Արթուն գացեք, Бодрствуйте, աղոթք արեք, молитесь, որ փորձության մեջ չընկնեք։ чтобы не впасть в искушение. Ով է տեսել քնած մարդը, որ խոսում է։ Кто видел, когда спящий человек говорит? Երբևիցե դուք տեսել եք, որ նրանք նորմալ բան խոսեն։ А вы видели когда-нибудь, чтобы они что-то нормально говорили? Դուք տեսել եք քնած քրիստոնյաների աղոթքը։ Вы видели молитву спящих христиан? Հիսուս ջան, խնդրում, Иисус, ես բրազենցի я прошу գնացի։ тебя, Иисус, Փառք Տիրոջ ամեն ինչ։ слава Богу за все. Ինչ որ մի տարօրինակից աղոթք են անում։ Очень какая-то непонятная молитва. Ուր է ծածուկ սենյակի աղոթքը։ Где молитва в тайной комнате? Ուր է պատասխանը, որ Հիսուսի հարցին կլինի մեկ ժամ էլ չկարողացաք աղոթքի մեջ մնալ։ Где тот ответ на вопрос Иисуса? Не могли вы Քույրեր бодрствовать один եղբայրներ, час? դուք տեսեք եկեղեցիները այսօր լիքն են։ Посмотрите, сегодня очень много церквей. Մեր մոտ էլ շատ մարդ կան, քիչ են։ И у нас много людей, немало. Բայց դուք մի օր գախտնի եկեք աղոթքաժողով, Но вы втайком приходите на молитвенное ավելի служение. շատ մարդ կան, քան թե եկեղեցում սիրելերս։ Есть там намного больше людей, чем в церкви. Մենք որոշել ենք մի հատ դալիճ վարձենք աղոթքաժողովի համար։ Мы решили арендовать еще один зал для специальной 1000 молитвы. տեղանոց։ Для 1000 мест. Չէ, կներեք իմ սարկազմի համար։ И простите за мой сарказм. Բայց նոր կտակարանի առաքյալների առաջի դարաշրջանի եկեղեցին մեկ այլ տեսարան ունի։ Но у церкви первого века было другое видение. Գրված է նրանք հարատևում են վարդապետության մեջ, Написано то, что они пребывали в учении, աղոթքի в մեջ, молитве. միամտությամբ հաց էին կիսում, Они в единстве разделяли хлеб. եւ Տերը И Господь փրկվածների թիվը ավելացնում էր իր ժողովրդի վրա։ прилагал спасаемых к церкви. Դժվար չէ մարդուն եկեղեցու հրավիրել։ Не тяжело пригласить человека в церковь. Դժվար չի սիրելներ։ Это не тяжело. Եվ չեմ էլ զարմանա, որ նրանք կգան։ И я не удивлюсь, если они придут. Մենք
կարիք ունենք վերստին ծնված քրիստոնյաների։ Мы нуждаемся в христианах, которые родились свыше. Մարդիկ, որոնք ղենթի պես սիրում են Տիրոջը։ Люди, которые до безумия любят Господа. Եկեղեցին ապրում է ճգնաժամը։ И церковь сегодня переживает кризис. Վերջի վերջո դա կոչվում է В конце концов, это называется քնած վիճակ։ спящее состояние. Գիտեք հայտնության գիրքն ինչ է ասում։ Знаете, что говорит книга Откровения? Հայտնության գիրքն ասում է արթուն եղի։ Она говорит, бодрствуй. Հաստատիր մնացածներին, Утверждай прочее, որ մեռնելու մոտ են։ близкое к смерти. Քնածը ոչ մեկին չի կարող օգնել։ Спящий никому не может помочь. Սուրբ գիրքն ասում է արթուն եղիր։ И Священное Писание говорит, бодрствуй. Հաստատեցեք նրանց, ովքեր որ տկար են։ Утверждай тех, кто немощен. Եկեղեցի, ես նորից մարտահրավեր եմ նետում եւ ուզում եմ հարց տամ, քանի տկարից ես տեղյակ։ Церковь, я тебя спрашиваю, ты в курсе Եկեղեցի, в ուզում եմ немощных քեզ людях? հարց տամ, քանի մարդու ես կարողանում օգնել։ Скольким людям ты можешь помочь? Քույր եղբայրներ, եկեղեցու ձեռքերը пիտի երկար լինեն։ И, братья и сестры, руки церкви должны быть длинные. Եվ ես ձեզ ասեմ, սիրելիներս, դա միայն հովի պարտականությունը չէ։ И это не только ответственность пастора, Սա բոլորիս это պարտականությունն է։ ответственность всех нас. Մենք ամեն մեկս ինչ որ մի չափով պիտի կարողանանք հաստատել Каждый в своей мере должен утверждать. եւ դրա համար И поэтому Հիսուսը այս առակը պատմելով ասեց. Ոչ, Աստված բարի սերմեր է ցանում, Иисус, рассказывая эту притчу, говорит, ничего, Бог բայց посадил добрые թշնամին եկավ семена, սերմեր ցանեց, но враг посадил семена, որովհետեւ մարդիկ քնեցին։ потому что люди уснули. Ուզում եմ ասեմ, որովհետեւ եկեղեցին քնեց։ Хочу сказать, потому что церковь уснула. Երրորդ խոսքը, որ ես տեսնում եմ այս պատմության մեջ, ես Третье կամած слово, վերջացնում которое եմ։ я вижу в этой истории, я Ասма, заканчиваю. եւ երբ որ խոտը բուսավ, Когда выросла трава, պտուղ տվավ, дало плод. այն ժամանակ որոմները երևացին։ В это время люди, которые собирали жертву, пришли. Գիտեք, ես զարմանում եմ այն մարդկանց վրա։ Я удивляюсь тем людям. Խնդրում եմ, ուշադիր լսեք սիրելիներս, Внимательно послушайте, որոնք զարմանում են, которые удивляются. օրինակ ինչ շատ են ասում. Վայ, Հովիվ ջան, դու չես տեսնում։ И мне часто говорят, о, пастор, неужели ты не видишь? Դու չես տեսնում։ Ты не Հələ видишь? տես ինչ անում։ Посмотри, что он делает. Սա ինչ է։ Что это? Արդյոք սա պիտի լինի Աստծո այգու մեջ։ Разве это может быть в поле Գիտեք, Божьем? սիրելիներս, զարմանալին նա է, И удивительно то, որ Սուրբ Գիրքն ասում է, երբ որ խոտը աճեց, Библия говорит, когда вот эта трава выросла, որոմները երևացին։ вот эти плевлы показались. Ոչ մեկ չի կարող այնպես անել, որ որոմները չերևան։ Никто не может сделать, чтобы они не показались. Ուղղակի հարցը նա է, Вопрос в том, ով է ցորեն եւ ով է որոմ։ кто вот эта зелень, а кто плевел? Кто зерно, Да. а кто плевел? Գիտեք, ես չգիտեմ ինչքանով է ճիշտ, թեկուզ ես Google եմ արել տեսել եմ, որոմները շատ նման են ցորենի։ Я прогуглил, и многие похожи на зерно. Ի տարբերություն նրանց, որ նրանք փուչ են, որ սեղմում ես, մեջը ոչինչ չկա։ И в отличие от тех, которые внутри пустые. Եվ զարմանալի է, որ ցորենն ու որոմ իրար հետ աճելուց նրանք հերվից կարող ես դու չզանազանել, որ այնտեղ ցորեն չկա։ И удивительно, когда они будут вместе расти, ты не можешь сразу определить, что Քույրեր, там եղբայրներ, нету плевла. մեր հոգևոր կյանքը նույնն է։ И наша духовная жизнь такая. Մեկ զարմանա որոմներ Не տեսնելուց։ удивляйся, когда ты увидишь, как Ուրեմն ինչ что-то որ другое плевло. բան է աճել այնտեղ։ Там что-то, значит, выросло. Плевел — это, наверное, сорняк, да? Что-то сорняки. Мгм. Գիտեք, երբ որ Սուրբ Գիրքն ասում է, երբ որ աճեց, И Библия говорит, когда оно выросло, նորմալ է աճեց, оно нормально выросло. որոմներ երևաց։ Показались эти сорняки. Այնպես որ սերնես ինչքան որ մենք աճենք, И насколько бы мы не росли, մենք չպիտի զարմանա, այո, մենք չենք ողջունում որոմը։ да, мы не приветствуем это. Որոմի երևույթը անընդունելի է Աստծո այգու մեջ։ Это неприемлемо. Բայց մենք պիտի չզարմանանք։ Но мы не должны удивляться. Ընդհակառակը դա նշան պիտի լինի, ուրեմն այնտեղ бан է աճել։ Наоборот, это должно быть для нас знаком. Там что-то Ուղղակի выросло. կարևոր մի հարց կա, նորից եմ ասում։ Но есть один очень важный вопрос. Ես պիտի քննեմ իմ սիրտը։ Я должен исследовать свое сердце. Տեր չլինի, թե որ հանկարծ ես լինեմ այդ որոմը։ Господи, а может я буду этим сорняком? Իմ իջալոց զարմանալու վերաբերյալ նրանք ովքեր գյուղում աշխատել են, ով է գյուղում աշխատել, ցանել, հողետով Кто է գործունեցել։ работал в деревнях, там, в Ես селах?
մանուկ հասակում էի այդ վիճակին, հիմա էլ եմ այդ վիճակում։ Я был в младенчестве в таком состоянии и сейчас в Օրինակ таком ես երբեք состоянии. ինչ եմ ասել։ Վայ, որոմ աճել մեր հայաթը։ Я, знаете, что говорю, о, Չէ, сорняки выросли у Ես нас. հասկանում եմ, որ դա նորմալ է, ինքը պիտի աճի։ Нет, я говорю, Պիտի я լինի։ понимаю, что это нормально, это должно быть. Խորհուրդը հասկանում եք, չէ՞, սիրելիներս։ Вы понимаете, да, Բաներ կա, смысл? որ մեզ համար զարմանալի են, եկեք հասկանանք, որ դա պիտի լինի։ И если нас что-то удивляет, мы должны понимать, это должно быть. Մենք ուրիշ բան ենք անում։ Мы делаем что-то Օրինակ, другое. մենք նախորոք դեղեր ենք առնում։ Мы заранее покупаем какие-то лекарства. Սպասում ենք այդ բան, որ հենց ինքը գլուխ բարձացավ, Мы ждем момента, когда она սկսում только-только ենք այդ вырастет. դեղը ցանել կամ Мы հասկանալ։ начинаем вот это вот, в общем, Եվ այդ удобрять. դեղը իր գործը պիտի անի։ И лекарство должна Эм, давать свое действие. Պես որ սիրելիներս։ И поэтому, Այո, возможно, որոմները պիտի միշտ ծորենի այդ Երևան, մեկ զարմանա։ да, вот эти сорняки должны всегда показаться. Բայց с этим գլխավոր зерном. հարցը նա է։ Но главный вопрос, Հանկարծ ես չլինեմ այդ որոմը։ вдруг, чтобы не оказалось, чтобы я был этим сорняком. Հաջորդ խոսքը։ Следующее слово. Ասում եմ, եւ հանկարծ այդ ամենից հետո И он говорит, вот после этого Տիրոջ ծառաները մոտ գալով ասեցին նրան. Տեր, рабы пришли и сказали, միթե դու քո արտումը բարի սերմ господин, не չսերմացիր։ доброе ли семя сеял ты на Ապա поле твоем? որտեղից են այս որոմները։ Откуда же на нем плевелы? Նա էլ ասեց. Он сказал, Թշնամի մարդ է արել։ враг человека сделал это. Եվ ես ուզում եմ այստեղ մի բան տեսնենք։ И здесь я хочу, чтобы мы кое-что увидели. Դուք նկատել եք, սիրելիներս, Вы заметили, որ մեր կյանքում կատարվող իրադարձություններին մենք զուտ տրամաբանական միշտ գնահատական ենք տալիս։ мы всегда даем логическую оценку тому, что происходит в нашей жизни. Չհասկանալով, Не понимая, որ կարող է այդ իրադարձությունների յետևում թշնամու ուժը լինի։ что за этим может стоять силы врага. Մենք մի քիչ մեր տրամաբանական գնահատականից են կողմ ունակություն պիտի ունենանք տեսնել բաներ, որ հոգևոր են, Мы должны видеть что-то, которые за гранью нашей логики, которые духовные вещи. որպեսզի ձեզ բարձրինի օրինակը բերեմ։ Հիսուսը Պետրոսին ասեց. И как пример Иисус сказал Петру, Ասեց Պետրոս, ասում է ես տեսա, Петр, я увидел, բայց Պետրոսը դա չէր տեսնում, но սիրելիներս։ Петр этого не видел. Տեսնում էր Հիսուսը։ Иисус видел. Ասում էր ես տեսա, թե ինչպես էր սատանան Он говорит, я видел, как сатана փորձում է ձեզ ծորենի պես մաղով անցկացնել։ хотел рассеять вас, как пшеницу. Բայց ես աղոթեցի հորը, որ դուք հաստատ մնաք։ Но я молился Отцу, чтобы вы пребывали Այսինքն твердыми. դրանով Հիսուսը ցույց տվեց, որ Պետրոսի հետ կատարվող բաների տրամաբանական, տեսանելի իրավիճակներից բացի այն կողմ, То есть Иисус хотел показать Петру, что помимо его всяких вот этих видимых логических вещей, հոգևոր բաներ կան։ есть духовные вещи. Թշնամու գործը կարող է լինել։ Есть вражеская Եվ вот эта работа. պարտադիր չէ, որ այդ պահին դու քո տեսած մարդուն մեղադրես, դու հասկանաս, որ դրա յետևում թշնամին է կանգնած։ И не обязательно, чтобы ты, в общем, обвинял человека, которого ты видишь. Ты должен понимать, что за ним стоит враг. Դրա համար սիրելիներս Եփեսացիների գիրքը հստակ ասում է. Поэтому Ефесянам четко написано, Մեր պատերազմը наша брань մարմնի եւ արյան հետ չի։ не против плоти Եվ и այնտեղ крови. ասում է հոգևոր բաների հետ է, А он говорит с духовными աթոռների вещами. հետ է, Սա պետությունների ստույրի, պետությունների հետ է, ստրոնամի, да, ինչ որ մի հատ բաների, որ աչքով մարդը չի կարող տեսնել։ С вещами, которые человек не может увидеть своими Ուրեմն глазами. հիշի, Помни. միգուցե քո ընտանիքի հետ հիմա մի բան է կատարվում, որի դեմը չես կարողանում առնել եւ դու ուզում ես տրամաբանական, մեղադրես, այ որ սեն չանեք, նեն չանեք, նեն չանեք, սեն չի լինի, դաթարի։ Может быть, есть вещи, которые ты хочешь логически как-то Դաթարի, себя рассудить. դաթարի խնդրում եմ։ Прекращай. Միգուցե դրա յետևում բան կա թաքնված։ Может быть, за этим что-то стоит. Սկսի աղոթել։ Начни молиться. Տեր հոգուս աչքը բացարա տեսնեմ ինչ է Господь, կատարվում։ открой мои глаза Ինչ է духовные. կատարվում հոգևոր Что դաշտում Տեր։ происходит в духовном поле? Այ հենց սա բաներից մեկը, И именно это, որ այս առակը մեզ հիշեցնում է։ о чем напоминает нам эта притча. Եվ նախավերջինը։ И предпоследняя. Ծառաներն էլ ասեցին նրան։ И рабы сказали ему, Խնդրում եմ ուշադրիլս, սա երևի ամենալավ կետերից մեկն է, ու ամենայն դեպս իմ դուրն է գալիս, միգուցե ձեր դուրն это, էլ գա։ наверное, самый лучший пункт. Ասում է, Տեր, հիմա կամենում ես գնանք, Господь, ты хочешь, чтобы мы пошли, քաղենք, собрали դուրս հանենք։ и как бы отделили эти плевы? Տերն ասեց, ոչ, И Господь говорит, нет. ոչ։ Ոնց Տեր։ И Господь говорит, нет. Ոնց։ Как? Ոնց Տեր ջան, սրա Как, դեմը Господь? պիտի առնենք։ Мы должны Սրա դեմը, այս որոմների դեմը պիտի առնենք։ Мы должны эти сорняки уничтожить. Տերն ասում է, ոչ։ И Господь говорит, нет.
Դուք նկատել եք սիրելիներս մեր զայրույթը շատ ժամանակ։ Նаш գնև։ Да, наш гнев. Շատ հաճախ մեզ ստիպում է անել բաներ, որ դա միայն պիտի անի Աստված։ Очень часто нас подталкивает делать то, что только должен делать Бог. Արտուշ եղբայր պատկերացնում ես, ասում է, եկան ասեցին որոմները հանենք, մաքրենք, շուտ, եկեղեցին արագ մի հատ կարգի բերենք։ Давайте приведем церковь в порядок, все эти плевлы вынесем. Ասեց ձեր չտակ։ И он сказал, не трогайте их. Իհարկե կներեք միգուցե ես եկեղեցու օրինակը զուգահեռ եմ տանում։ Простите, Ունեմ то, այդ что я իրավունքը։ этот пример церкви веду Ունեմ параллельно. այդ իրավունքը։ Ու Թեկուզ մենք սա դա- աշխարհին էլա վերաբերվում։ Эти полномочия, может быть, это относится Այո, к миру. գրված այդպես։ Да, именно так и написано. Բայց Տերն ասում է ձեր չտակ։ Но Господь говорит, не трогайте. Ինչու։ Почему? Ասում է որովհետև որոմները հանելուց ցորենը կարող եք վնասել։ Потому что, выбирая плевлы, Спаси. вы бы не Спаси. повредили эти Չէ, пшеницы. Մարինե քրոջ չեմ ասում սպասի։ Սպասեք։ Բա ինչ նկատի ունի А Աստված։ что имеет в виду Бог? Խնդրում եմ ինձ հետ կարդացեք Давайте вместе прочитаем. Առաջի Կորինթացիների 4-րդ գլուխ 5-րդ խոսքը։ 1 Коринфянам 4:5. Նայեք ինձ սիրու։ Գիտեք իմ դուրը Աստվածաշնչի ինչն է գալիս, Вы знаете, что мне нравится в Библии? որ Աստվածաշնչի այսմի հարցի պատասխանը դու անպայման կգտնես նույն Աստվածաշնչի մեջ։ Ուրիշ տեղ քեզ ման գալ պետք չի։ Что ответ на этот где-то вопрос здесь в Библии ты найдешь в другом Նայեք месте. ինչ ասում։ Ուրեմն И написано посему. ժամանակից առաջ մի դատեք։ Не судите никак прежде времени. Չէ, Տեր ջան, սրա հարցը միանգամից պիտի լուծենք։ Մի Господь, мы րոպե։ должны сразу решить этот вопрос. Ժամանակից առաջ մեկ դատի։ Не судите никак прежде времени, Մինչև որ Տերը կգա։ пока не придет Господь. Ինչ ես պիտի այդքան համբերեմ, Что я должен столько терпеть, մինչև Տերը գա։ пока придет Господь? Այո։ Да. Եվ ես հունսքի տոնի գլխավոր իմաստներից մեկը И одна из главного смысла этого праздника жатвы, մինչև Տերը գա իր պտուղները հավաքի։ пока Господь придет, чтобы собрать свои плоды. Գիտեք, երբ որ ես այստեղը կարդում եմ, մտածում եմ գրված ասում է խավարի ծածուկ բաները կբերի լույսի Когда я մեջ, читал это, я думал, что он тайно сделает явно. սրտերի խորհուրդները կհայտնի։ Он скажет то, что было в тайне в Այ сердце. սա այն է, ինչի հետ շատ շատերը չեն հաշտվում։ И это то, с кем многие не могут никак Ասում է смириться. ժամանակ կգա ամեն մեկի գովասանքը կլինի Աստվածանից։ Он говорит то, что придет время, когда будет похвала от Бога Ерб, тем людям. ерб. Когда? Վերջում В конце. ոնց դու իրավունքը նոր վերջում պիտի հայտնես, Տեր։ Господи, ты только в конце это должен Ոնց сказать. դու այդ վերջի օրը, այդ հունցքի օրը, որ եկավ նոր պիտի գազ, միգուցե ես դաժե մահանամ, ոսկորներս չգիտեմ հողին հավասարվեն, ոնց դու նոր գազ, հարություն տաս, հապշտակություն լինի, նոր այդ ժամանակ բացվի։ Господи, это откроется только тогда, когда я умру, может быть, воскресну. Այո, Да. այո։ Да. Գիտեք ինչու սիրելիներս, Знаете почему? որովհետև սրտի խորհուրդները ոչ մեկ չգիտի։ Չէ, ես գիտեմ։ Потому что никто не Այ знает սա։ сердечные намерения. Սպասի, դու ինչա սրտի խորհուրդներ գիտես։ Разве ты знаешь сердечные намерения? Ես գիտեք մարդիկ անենց վստահ են որ ամեն ինչ գիտեն։ Знаете, есть люди, которые настолько уверены, что они все знают. Մեկ կարծես թե Գաբրիել հրեշտակը կարիք ունի գա խորհուրդ հարցնի։ Ինչ Казалось անեմ։ бы, Архангел Гавриил имеет нужду, чтобы что-то спросить. Սերներս միշտ ինչ որ մի բանի մեջ վստահ լինելուց Возлюбленный, прежде чем быть уверенным в чем-либо, գնա կանգնի Տիրոջ առաջ եւ ասա. иди, встань пред Господом и скажи, Թող լինի քո կամքը։ пускай будет твоя воля. Դու գիտես ծածուկ բաները։ Ты знаешь скрытые Այո, вещи. Տեր ես համաձայն եմ, Да, Господь, я согласен, որ դու գաս, чтобы ты пришел, դու ինքդ անես, чтобы ты сам сделал, դու ինքդ էլ փոկես։ и ты сам сорвал. Սերներս մենք իրավունք չունենք փոկելու։ У нас нет права срывать. Մեզ ոչ մեկ, գիտեք, փոկող Աստված է։ Знаете, тот, кто срывает, это Бог. Ինչպես որ աճեցնողն է Աստված, փոկողներն է Աստված։ Тот же, кто и дает рост, тот и может Միգուցե իմ сорвать. դուրը չի գալիս նրա ժամանակները։ Может быть, мне не нравятся его времена. Կներեք, դա Աստծո խնդիրը չի, դա իմ խնդիրն է։ Простите, это моя проблема, не Божья. Երբ պիտի գաս, Когда ты придешь? երբ պիտի գա այն օրը, որ լուծվի կիսուրիս հարցերը, պիտի գա այն օրը, երբ պիտի լուծես հովվիս հարցերը, որտե բան կա,
երբ պիտի գա այն օրը, ուզում եմ ասեմ, վերջի օրը, И хочу сказать, в последний день, հունցքի օրը, в день жатвы. այդ դրա համար էլ մենք հիշում ենք սա։ И именно поэтому мы это вспоминаем. Թող նա գա, Пускай он придет. թող նա էլ փոքի, Пускай и он будет срывать. նա էլ դուրս անի, Он и будет իմ գործն է, выводить это. Им- Мое дело, որ ես որոմ չլինեմ։ чтобы я не был. Գիտեք, плевром. մարդիկ մոռացել են, որ իրենք պիտի չդատեն։ И люди забыли, что им нельзя осуждать. Դե ոնց չդատենք։ Գրված է։ Как не осуждать? Ձեր մեջ мեկը չկա, որ հավաքի փոքր լինի միգուցե եւ դատաստան անի, դատ անի, չկա ձեր Разве մեջ среди մեկը։ вас нет человека, который может судить? Հարազատներս, Родные. ես փոկողը չեմ։ Ինձ օրինակ, Я не срывающий. նո իմ հովվական ծառայությունից բերումով ինձ բարբերաբար կարող են դիմել, երբ է սա հարցը լուծելու։ И мне часто говорят, Հարազատ когда ты ես, решишь вопрос этого, Քաղցրս Աստծո մարդ։ Божий человек, Ես родной, կարող եմ сладкий, խրատել, я могу наказать, ես կարող եմ ասել, я могу сказать, ես կարող եմ ճշմարտությունը խոսել, я могу сказать истину, բայց правду, փոկողը նա է։ но он срывает, Նա է փոկողը։ он срывает. Չգիտեմ, միգուցե մեկնաբանությունը ձեր դուրը չգա, Может, вам не понравится, բայց հարազատներից գրված է որոմին ձեր չտակ միգուցե ցորենը но փչացնեք։ написано, не трогайте этих сорняков, чтобы не повредить вот эти пшеницу. Եվ վերջինը, И последнее. աղջիկը Սարի։ Ինեսա։ Ուր ես դու։ Վերջինը, Последнее. հնձի ժամանակին Во время жатвы հնձողներին կասեմ. я скажу им, Առաջ որոմները քաղեցեք, նրանց խուրց-խուրց կապեցեք այրելու, իսկ ցորենը ժողովեցեք իմ ամբարների մեջ։ вначале соберите эти сорняки, Որպեսզի չի երկարացնեմ, թեզերով մի քանի կարևոր бан ասեմ։ и чтобы, скажу несколько вещей. Այս համարը ինձ հիշեցնում է, Этот стих мне напоминает, որ ամեն ինչի վերջ կա։ что есть всему конец. Եվ ինչքանով ես դու դրա մասին մտածում, վայ, այդպես բաներ մեկ խոսակով եղբայր, այսօր լավ օր է, ինչի վերջ, սիրենես ամեն ինչի վերջ կա։ Возлюбленный, есть всему конец. Դուք տեսնում եք սա։ Вы видите это? Էսա սրա վերջը գալու է քարոզից հետո։ Сейчас этому тоже придет конец после проповеди. Անենց վերջ են տալու։ Знаете, какой конец у них будет? Լավա ծառը չի ստեղծել, ծառի վերջն էլ կարող է տալ։ Хорошо, что дерева нету здесь, иначе бы оно тоже... Կներեք, բայց սրանն էլ վերջ կա սիրենես։ Но этому тоже Օրինակ есть ես հավատում конец. եմ Նարեկն էլ վերջ ունի։ И я верю, то, что у Нарека тоже есть конец. Хороший конец, конечно, жена Слава Богу, поправляет. Спасибо. Спасибо. Ես էլ վերջ ունեմ И հարազատներս։ у меня есть конец. Ամեն ինչին վերջ կա։ И всему в этой жизни есть, Քո երազանքներին էլ վերջ կա։ есть конец твоим желаниям. Քո ցանկություններին էլ վերջ կա։ Да, твоим желаниям. Այն ինչով որ դու ուրախանում ես, դրան էլ վերջ կա։ Даже конец тому, чему ты радуешься. Այն ինչ որ ձեռք ես բերել, դրան էլ վերջ կա։ То, что ты получил, этому тоже есть конец. Եվ սա մեզ օգնում է։ Դուք ասես ինչու ես պիտի մտածեմ дրա Ты մասին։ спросишь, а почему я должен об этом думать? Որպեսզի մենք հավասարակշռված Աստված պաշտություն ունենանք։ Чтобы у нас было уравновешенное богопоклонение. Մյուս բանը որ հիշեցնում է այս համարը սա է։ Следующее, что напоминает этот стих, Աստծո առաջ կանգնելու օր կա։ есть день, когда мы предстанем пред Богом. Ես այնքան ուրախ եմ, Я очень рад, որ նա չի ասել երբ է գալու։ что Он никогда не сказал, когда Он придет. Ես այնքան ուրախ եմ, որ նա չի ասել, որ ժամին է գալու։ Я настолько рад, что Он не сказал, в какое время. Ես այնքան ուրախ եմ, որ Հիսուսն անգամ չգիտեր երբ պիտի ինքը ետ Что վերադառնար։ даже Иисус не знал, когда Он вернется. Դուք հիշում եք, չէ՞, ես վերջերում մի քանի տարի առաջ հայտարարել են, որ Հիսուսը գալիս աշխարհի վերջնա եւ պատրաստվում են Եվրոպայի կողմերն էր, այդ կոնտինենտում էր այդ տեղի ունեցել։ И недавно объявили, что скоро Иисус придет. Это было в Европе. Ես զարմանում եմ, ոնց են մարդիկ հավատում տես И я բաներ։ удивляюсь, как люди верят. Քույրեր եղբայրներ, Братья и ինչ сестры, լավ է, որ նա չի ասել երբ պիտի գա։ как хорошо то, что Он не сказал, когда Он придет. Դա ինձ ստիպում է, որ ես ինձ ողջամիտ պահեմ, Это меня заставляет, чтобы я бодрствовал, արթուն մնամ,
чтобы я трезвился. որովհետև գիտեմ նրա առաջ կանգնելու օր կա։ Потому что есть день, когда я должен Եվ ուզում եմ, որ այսօրվա տոնը քեզ հիշեցնի սա, И хочу, чтобы сегодняшний праздник тебе երբ որ դու напомнил это. կկանգնես նրա առաջ։ Когда ты встанешь пред ним. Կներեք, ես իմ այսպես ասած սովորության համաձայն դա վերջում կանեմ, Նարեկ ջան, պահի սա։ Պատկերացրեք, իմ կյանքի վերջի օրն է։ Представьте, это последний день моей жизни. Вот этот вроде на вас смотрит, вот этот на вас смотрит. Պատկերացրեք իմ վերջի օրն է։ Представьте, это мой последний день. Ահա Աստված, Вот, ով իջ լավ զգալի։ вот Господь. Թե չէ ինչ ասես ես դու վերջն է։ Ես գալիս եմ Աստծո առաջ։ Я прихожу к Богу. Ապրել եմ իմ կյանքը Я жил своей жизнью. եւ գնում եմ Աստծո առաջ։ И прихожу к Богу. Եվ ու ինչ? И что? Ու ինչ? И что? Այ հովիվ ջան, О, ինչի հետևից ես ընկել։ дорогой пастор, о чем ты Այ մարդ думаешь? կարևոր Աստծո առաջ կանգնենք, թե չէ ինչով կկանգնենք հո։ Главное просто представить Ու пред սկսում Богом. ենք Էնզո Հավերության խոսքերը, կարևոր չի ունենալը, տալը, կարևոր չի, Не կարևոր չի։ важно давать. Կարևոր չի ծառայությունը, կարևոր չի զոհը, կարևոր չի հավատքը, կարևոր չի։ Важно вера. Չէ, հավատքը մի քիչ կարևորացնե։ Հա, վեր Կարևոր դասնա չի, կարևոր չի։ Ոչ մի բան կարևոր չի, 10-րդը չի կարևոր, ոչ մի բան կարևոր չի։ Ничего не важно. Ու հետո որ ես կանգնեմ նրա առաջ, И когда я предстану пред Ним, սերնես բայց կա մեկ այլ ուրիշ կանգնելու ձև։ но есть другой способ предстать пред Ним. Ոտ։ Вот это другое дело. Տեր, Господь, էսի Աշոտին տանիքնա, որ իմ քարոզի ժամանակ փրկվեց։ это семья Шота, которая спаслась во время моей проповеди. Էսի Լևոննա, որ մեր եկեղեցում փրկվեց։ Это Левон, который спасся в нашей церкви. Էսի Վարդաննա, Это Вардан, որ կորած էր եւ գտնվեցավ։ который был потерянный на это. Էսի Ղարիբն էր, Это был Гариб. У меня больше рук нет. էսի Համոնա։ Չէ, լուրջ սիրներ։ Տեր, չէ, ես գիտեմ, որ ես իմ գործերով չեմ արդարանալու Я знаю, то, что սիրներս։ я не оправдаюсь Пусть. своими делами, Բայց ես հավատում եմ, но я верю. փրկված մարդը պտուղներով է կանգնելու Աստծո առաջ։ Спасенный человек должен предстать пред Богом с плодами. Էսի Վաչիկ եղբայրն է։ Это брат. Հիշում Վաչիկ. ես բալես որ եկավ եկեղեցի։ Ты помнишь, когда ты пришел в церковь? Չէ, Վաչիկը եկավ եկեղեցի։ Вачик пришел в церковь. Այդ ընտանեկան մտնոլորտը ընդունեց իրան, ինչ լավ է։ Его Ապրես, вот эта атмосфера семьи приняла его. ասեք։ Էսի Գարիկն է։ Это Гарик. Սիրելիներս, դուք պատկերացրեք ինք Աստված է։ Представьте, что он Бог. Ինչ ես զգում։ Что ты чувствуешь? Չէ, ինչ ես զգում։ Как много плодов прекрасных, хороших, вкусных. Մի քիչ համբերես ավերջացնում եմ։ Մենք դիասոն այս հենց անենք։ Ինքը սիրում է այս վիճակը։ Он любит это состояние. Սուրբ Գիրքն ասում է. И Библия говорит, Նրա երեսի առաջ пред его лицом դատարկ ձեռքով չի երևաս։ ты не должен предстать с пустыми руками. Քույրեր եղբայրներ, Братья и сестры, հնձի օրը մոտենում է։ и вот этот день жатвы, он близок. Նա շուտով կգա Он скоро придет, իր հունձը հավաքելու։ чтобы собрать свой урожай. Միայն թե Տեր, պահիր ինձ, որ ես որոն չլինեմ։ Господи, сохрани, чтобы я не был этим плевном, этим Եվ ուզում եմ, որ դու сорняком. միշտ ինձ թևեր տաս, Я хочу, чтобы ты мне всегда давал эти որ крылья, ճախրեմ։ чтобы я взлетел. Ես գիտեմ, որ միգուցե շատերից գիտեք այս օրինակը, բայց ես կուզենայի այս օրինակը բերել։ Я хочу привести этот пример. Գիտեք, սերներս, երբ որ ագրավն ուզում է
արծվին կտցել, վնասել, փչացնել, Когда ворона хочет причинить вред орлу, արծիվը երբեք չի պայքարում ագրավի հետ։ орел никогда как бы не борется с вороной. Նա միայն վեր է ճախրում։ Он просто поднимается вверх. Ագրավը միգուցե հասցում է մի քանի կցահարել, մի քանի անգամ, Спасибо. Может быть, ворона, она успевает что-то сделать. բայց արծիվը ոչ թե պայքարում է ագրավի դեմ, ինքը նորից է вер բարձրանում։ И он поднимается все выше и выше. Միգուցե այդ ընթացքում նորից է ագրավը փորձում հարվածել, վնասել, կցահարել։ Может быть, ворона еще пытается что-то сделать в этом. Քուրերը բարել, միգուցե կյանքը կցահարում է ձեզ։ Может быть, жизнь тебя вот так вот Միգուցե клюет, как մարդիկ ворона. կան, որոնք կցահարում են ձեզ։ Может быть, тебя клюют люди. Միգուցե իրավիճակներ կան, որ կցահարում են ձեզ։ Может быть, есть какие-то вещи, которые Միգուցե ձեր клюют тебя. հիվանդությունն է փորձում կցահարել ձեզ։ Твои болезни пытаются. Միգուցե ձեր ֆինանսական խնդիրներն է փորձում կցահարել Ваши ձեզ։ финансовые проблемы хотят. Միգուցե ձեր այդ հանդիպած դեպքերն են կցահարում ձեզ։ Может быть, события, с которыми вы Կոչ встретились. եմ անում քեզ։ Я призываю тебя. Ջախրի վերև, Поднимись вверх. բարձրացի վերև։ Поднимись вверх. Աստված քեզ թևեր է տվել։ Бог дал тебе Եթե крылья. թուլացել են քո թևերը, Если ослабли твои նա руки, հիմա իր կյանքի քամին нորից փչում է ձեր վրա, его свой ветер որպեսզի опять ձեր направляет, թևերը ուժ առնեն։ чтобы ваши руки. Եվ ես կոչ եմ անում ձեզ։ И я призываю. Եկեղեցի բարձրացի, Церковь, поднимись. բարձրացի, Поднимись. ջախրի վերև, Поднимись вверх. վերևում Наверху. ագրավին անելու բան չկա, Вороне нечего որովհետև делать. նրա համար թթվածինը այլևս օգտակար չի։ Потому что ему уже не полезен Ինքը кислород. այնտեղ վերևում կսատկի։ Он умрет там наверху. Քույրեր եղբայրներ, գիտեք իմ աստվածաբանությունը որն է։ А знаете, какое мое богословие? Ինձ ասում են, դևերից ինչու՞ չէ շատ խոսում։ Почему ты не говоришь о бесах? Քույրեր եղբայրներ, ես Աստծոց եմ սիրում շատ խոսել։ Братья и сестры, я люблю говорить. Ես հավատում եմ նրան մոտենալով է, որ ես նրան հաղթում եմ։ Только приходя к нему, я Ես հավատում եմ, որ նրա ձեռքը բռնած գնալով եմ, որ նա իմ ձեռքը երբեք չի կարող բռնել։ Я понимаю то, что только приходя Ես к нему, հավատում եմ նրա կրակոտ նետերն է, որ ես գնում եմ դեպի նա։ Հիսուսն է իր ձեռքերով պահում եւ այդ կրակոտ նետերը չի դիպչում ինձ եւ իմ ընտանիքին եւ իմ քաղցր անուշ քույր եղբայրներին։ Ես հավատում եմ այս սկզբունքին։ Ես հավատում եմ սրան, նրան մոտեցեք եւ նա կմոտենա ձեզ, ասում է Աստծո խոսքը։ приблизьтесь к нему, он приблизится к вам, говорит Божье Միայն Слово. թե ճախրի վերև, Просто поднимись вверх. այնտեղ կյանք կա։ Там есть жизнь. Հիսուսի անունով։ Во имя Եկեք Иисуса. բարձրանանք ոտքերի վրա։ Давайте սիրելիներ։ встанем на наши ноги. Ամենակարող Աստված, Всемогущий Бог. ես աղոթում եմ քեզ։ Я молюсь Աղոթում եմ իմ քաղցր քույր եղբայրների համար։ за моих дорогих братьев и Դեր сестер. ուղղակի անունները չեմ էլ կարող հիշել բոլորինը, բայց այստեղ բոլորի համար հատուկ ամեն մեկի համար աղոթք եմ անում։ Я молюсь за каждого. Եթե մեկի թևերը թուլացած են զորացրու։ Если у кого-то ослабли руки, Եթե укрепи. մեկի սրունքները, ծնկները դողդոջուն են, հաստատի Տեր։ Если у кого-то колени дрожат, укрепи, Թե Господь. մեկի սիրտը դողում է Տեր ցավերից, Если у кого-то дрожит сердце от болезни, քաջություն դուր Տեր։ дай им смелость. Եկեղեցիդ լեցրու համարցակությամբ Пускай твоя церковь եւ օծի քո ժողովուրդը наполнится дерзновением. երկնքից եկած Помажь свой թարմ народ. յուղով Помажь Иисус свой Сионов. народ небесным елеем. եւ Աստծո Во ժողովուրդն имя ասի Иисуса. И весь народ Божий скажет ամեն Аминь.